Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր ցանկություն չունեի եթեր դուրս գալու, բայց մի քանի փաստ եղավ, որ փորձում եմ կարճ եթեր դուրս գալ, իմիջիայլոց կարճ եմ եթեր դուրս գալու, որտեղ հիմնական ասածս լուրերը բավական հետաքրքիր են։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, արդեն էջում գծված է մեր պարոն Ստեփան Հասան Ջալալյանի զրույցը, կարող եք դուք նայել, բավական մեր եթերները միշտ լինում է ոչ թե խմբագրված, այլ լինում է ավելի արդար, թեկուզ մեջը լինեն դեբատներ, ինչ որ հարցի հանդեպ իրար ոչ թե չհասկանալ, այլ ամեն մեկը ցանկանում է ներկայացնել հարցը այնպես, ինչպես ինքն է տեսնում, շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Հիմա ուզում եմ կարճ խոսք ասել մի հատ 1000-րդ անգամ եմ կրկնում, հարգելի հետևորդներ։ Հասան Ջալալյան անուն ազգանունը թուրքական չէ։ Պատմություն սովորեք կամ ինձ լսեք, եթե այդքան չեք կարողանում։ Նոր այդ հարցերը տվեք կամ գրեք տակը Հասան Ջալալյանը Արցախի իշխան Հասան Ջալալ Դոլայի ցեղն է 50 անգամ պատմել եմ էլի կարող եք բացել դուք նայեք իմ հաղորդումները կարճ հաջորդը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ հարգելիներս ունեմ մեկ հայտարարություն որ երեքշաբթի օրը Երևանի ժամով 22:00-ին մենք կունենանք հանդիպում հարցազրույց մեր տելեգրամյան ալիքում, հետո կգցենք YouTube, միասին սոցցանցի հիմնադիր Վարդան Կապրելյանի հետ, Փարիզից, հոյակապ մարդ, մենք հարցեր կունենանք, ինչ է ներկայացնում իրենց միասին սոցցանցը եւ ինչ ծրագրեր ունեն, որտեղ սա հսկայական ծրագիր է, այս հարցը կլուծենք։ Կարճ անդրադառնալու եմ Հայաստանի մի քանի դեպքի, որի մասին անհնար է չանդրադառնալ, որտեղ եթե ես չանդրադառնամ 5 րոպե հետո դա կդառնա մեմ ես իմ ուրիշ քննարկման հարց։ Առաջին ուզում եմ անդրադառնալ Սուրեն Պետրոսյան, ոչ դու կարողացար քո թիմին տիրություն անես, ոչ է քո թիմը կարողանում ենք իրար տիրություն անել։ 4 հոկանոց կուսակցություն Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի տակով անցնող բոլորի հետ։ Ուրեմն քո կուսակցության ներկայացուցիչ երեք ես ասել եմ սիսակ, ծիծակ, թե ես իմ ինչի ծակ Բարսեղյանի համար, որը անվայել բառեր գրի ասել էր որ դե բռնեմ ճղելու եմ քեզ ես 24 ժամ ժամանակ տվի 24 ժամը անցել է սիսակ դու դառար ֆուֆլո ասում էի, չէ, կամ ասում էի Սուրեն դու ես կապնվում իմ հետ, քո չեղած կուսակցությունով, կամ սիսակը, ձեզ գումարվեց եւս մի գեղար քունիքից, այ մարդ ես ինչ անուն եք, մեկը ծիծակ ես իմ ինչի ծակ եմ, մյուսը գեղար քունիք եւ ասատրյան մի հատ ալբինոս, որ ասում է մենք Սուրենի հետ ենք։ Ուրեմն հիշեցնեմ բոլորիդ, եթե չեք կարում կեղտոտեք գեմարոներդ մի ցավացրեք։ Ես ձեր դեմ չեմ, ձեր նման էժաններին, ես ուղղակի օգտագործած մարդկանց տեղ եմ անում, որտեղ պաշտպանելով հակահայ մարդուն, որ Սերժի ու Նիկոլի թիմով է, արդեն հակահայ է, դուք զրոյացել եք։ Եվ այդքան լավ տղա եք, հելեք Հայաստանի մասին մի բան ասեք, հելեք Արցախի համար մի բան արեք, գնացեք վերջապես Հայելի Ակումբ Անժելան, որ աշխարհի ամենավերջի ձևը կեղտոտեց Սուրեն Պետրոսյանին, բան կարակ ասեք, գնացեք, արեք։ Թե տեղը չեք բերում, մտածում եք YouTube ավարում կանգնի բան ասենք, մի մոռացեք։ Ձեր արածից 11 միլիարդ անգամ ավել կանեմ, ես կյանքում ոչ մի բանի առաջ հետ չեմ կանգնում։ Բացի Աստծուց ես ոչ մեկից չեմ վախում։ Ես 80,000 թուրքի մեջ եմ ապրում, կարակ գաք հետաքրքրվեք, 80,000 թուրքն էլ ինձանից վախում են։ Հասկացաք, վախում են, քանի որ եւ թանգարաններ են փակել տվել, եւ իրանց խանութները, եւ օբյեկտները, եւ մի շարք գործեր։ Տղայեք, որ դա աշխարհի ծերը բռնեմ, չբռնիր։ Դե որ չես կարող կեղտոտես գեմարոտ ինչ ես ցավացնում, հետո էլ վազելու եք Սարգսյան Արտակի ոտները, թե մի բան արա այդ հարցը լուծվի, ինչի ձեզ մեռել եմ ասելով, եթերը չեք նայում ու շատին լսեք, սա բոլորի տա վերաբերվում։ Իմ պայքարը Հայաստանի Թալանչի ղեկավարների դեմ է, Քոչյանի, Սերժի, Լևոնի եւ նրանց շունիկ Նիկոլսկի, Նիկոլը համարժեք պայքար։ Դուք ով եք։ Պճղի արանքի ворդ։ Սա ինձ հետո մեկից ծենել, հա, մեկին 10 լսնեմ եմ։ Ֆուֆլոյի մնացիք, այն մանումենցի տղեկը տակը գրին։ Աբրս Գագոջան, ֆուֆլոները ֆուֆլո են, դու ճիշտ ես։ Մանումենցիք տակը շարքով գրի։
Ոչ հայրենիքի համար եք մի բան արել, ոչ կյանքում մի հատ արցախցու եք օգնել, ոչ ձայն եք բարձրացնում, հելել եք այնտեղ Սուրեն Պետրոսյան մտ ապրանք, որը Սերժի մոտ օգտագործած ապրանքը մե տվել է Նիկոլի նման փնթին է օգտագործում, 4 հոգանոց կուսակցության հելել եք ձեզ լավ տղուտեղ եք դրա արա։ Թե ձեզ հաճույք է տալիս հայոյանքը, խոտուք բևեռի անդամները չեք, որ գալի հայոյանք ստանում եք մեկ, վիդեոներն է պետք եղավ էլի կգցեն։ Չափի մեջ պայեք բոլորը ձեզ։ Չեք կարողանում արժանի անեք, այնց մի արեք, որ բուկետ բերանը սպացեն, բոլորիդ տեցի կռով կանգնացնեն։ Չունեք չափ, խելոք վերընկեք տեղներդ։ Չեք ճանաչում, փորձեք ձեզ չափի մեջ պայել։ Ճշտել ով է, ինչ է, այդ տղու դեմ ինչ եք ուզում անեք։ Եղավ։ Էս մի հարց, հաջորդ հարցը, Արա Պապյան, ինչի էր գնացել նկարվի Արտակ Սարգսյանի հետ Ջոյլի մոտ, Ջոյլի մոտ ինչի էր գնացել, պարոն Պապյան, լավ պարոն ասեմ էլի, որտեղ Պապյանին ինչքան էլ ասեմ, համենայն դեպս այդ բևեռ կոչեցյալների մեջ ես միշտ եմ ասել ու կկրկնեմ, ամենագրագիտություն ստացած մարդը Պապյանն է, մնացածը բանի միջի ворդ, խնձորի միջի ворդ, խնձոր գտնեն, ворդ ուտեն ապրեն, անորակ անխել, պարոն Պապյան, ջան, լավ տենց ասեմ մի օր լավը զգաս, պարոն Պապյան, ջան, գնացել էր Սարգսյան Արտակի հետ Ջոյլի մոտ, ինչ ես նկարվել, հարց, չէ որ Սարգսյան Արտակը, Հայաստանի ազգային ժողովից ասին, որ Arthur's Brothers-ը, Brothers-ը, Arthur's, գանգստերներ են, թմրաբարոններ են, թմրաբիզնեսով աշխատող են, հա, դուք էլ միշտ դրա դեմ եք, եթերներ եք ունենում, ինչ-որ բերում եք մանր պուճուր գլխից հիվանդ բոթաս եք տալիս, 10,000 դրամ եք տալիս, Երևան եք բերում ղզիկի պես սեղանի վրա ջարդումա սաղեղած իբր դեղերը չի խմեն, ապրանքների, հա, դրանցով եք ուզում ինքնահաստատվեք, հիմա հարց եմ տալիս, դուք այս պետության մեջ չեք վախում, որ դատվեք, պարոն Պապյան, հա? Հարգելի պարոն Պապյան, տեսեք ինչքան լավ բառեր եմ ասում այսօր, այ մարդ, հետո չասեք քրվիր Պապյանի նիզաշտո տեղը, չեմ հայոյում, դաշը պարոնով եմ դիմում, պարոն Պապյան, բա չեք վախում Արտակից, ամբողջ Հայաստանով բաց կանգնան ասին Arthur's Brothers-ը, ազգային ժողովից, նարկոբարոններ են, բա դուք նարկոբարոնի մոտ ինչի եք գնացել, իմանալով էիք, չէ գնացել Ջոյլի, հարցրել եք, նոր եք գնացել, չէ, նկարներն եք գցած է, գնացել եք ինչի համար, փողի հոտ եք առել, պարոն Պապյան, էլ $500 մարդա մուտքը Ամերիկան չի ընդունում, հետո 100, հետո ծրի, հա, փողի հոտ եք առել, պարոն Պապյան, բնական է, փողը միշտ հոտ չունի, արունը տնի, թմրաբիզնեսի լինի, փողը հոտ չունի, դրա համար բոլորը փող սիրում են, պարոն Պապյան, մի հատ լավ առաջարկ ունեմ ձեզ, կարող եմ մտածեք, ուրեմն ձեր կողքից թափում եք այդ ամբողջ այդ փլուշը որ կա, բոլորը ձեր մոտ փլուշ են, մանհանտեն ապրանքները, որոնք գժի թղթով են իրանց իբր, բայց գիժե չեն, այն էժան ապրանքներին թափում եք, որ ձեր անունի վրա սև չբերեն, բոլորին, միայնակ, քանի որ դուք այդքան ըստ ձեզ ասած աշխատություն եք հանել, թղթեր եք հանել, հա, ազգերի լիգային դիմել եք, նենց չմտածեք, որ ես ձեզ չեմ նայում, չեմ տեսել ինչ գործեր եք արել, իհարկե, ազգերի լիգային դիմել եք, փաստաթղթեր եք հանել, ոնց կարամ չասեմ այդ ամբողջը, պարոն Պապյան, ճիշտ է, 4 միլիոն էիք ուզում Ադրբեջանը կործանելու, 12 միլիոն Թուրքիան կործանելու համար, որը ծիծաղելի թիվ էր, ինձից է նեղացել էիք, որ այդ բարձրաձայնել է, ինչևէ, թողնենք դա, եթե ազգի համար եք ինչ-որ բան փորձում անել, պարոն Պապյան, թողնենք, որ ես ձեզ ասել եմ KGB-ի շպիոն եք ու տենց եք, այդի թողնենք, թողնում եք ձեր այդ ոչ լանոցը, խումբը որ կա, սիրուն, մենակով, հելուն գալիս եք, որպես շարքային քաղաքացի, գալիս եք մեր Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, մենք նայում ենք, տեսնում ենք, դուք ինչեր եք հանել, ինչքան կարևոր փաստաթղթեր եք հանել, ազգերի լիգայից, Հայաստանի համար փաստաթղթերից, որ կկարողանանք մենք այդ փաստաթղթերը համատեղ իրականությանը համապատասխանում է թե չէ, ներկայացնենք միջազգային դատարաններին կամ ամերիկյան սենատին, քանի որ ամերիկյան սենատը
ունի այդ բաժինը, որ իր ընդունած փաստաթղթերը կարող են ուժ ունենալ ցանկացած ժամանակ։ Մենք այդպես ծրագիր ունենք, որ ոչ միայն պայքարել խոսքով, ոչ միայն գործով Հայաստանում, այլև օտար երկրներում մենք դրա վրա ենք, մենք չենք նստած Երևանում մենակ sense ջեպկիր, ես իմ ալբինոսների կամ շիզոֆրենիկ դեղ չխմացուտ կամ էնտուզիաստացած փնտիների հետ խոսում։ Մենք տարբեր ֆորմատներով ենք աշխատում աշխարհի տարբեր երկրներում։ Եթե այդքան սիրում եք, քանի որ դուք այդ սևեր-բևեր կոչվածի մեջ փչացնում են ձեր խավը նստում, հա, ձեր փայլը նստում, ժամանակին որ դուք modus vivendi եք, անձամբ ես շատ եմ լսել ձեզ ու բոլորն էին լսում։ Բայց հենց դուք գնացիք այսպես էժան քաղաքական շանտաժների միջով, ժիրոյա խառսես բժիշկ եւ մնացածով, դուք վերածվեցիք հերթական դավաճանի։ Հիմա ասում ենք, ամեն մարդ իրավունք ունի շանս ունի մաքրվելու, ցույց տալու, որ ինքը հայի համար է։ Մենք ձեզ առաջարկում ենք, թողնում եք այդ ամբողջը ոչ լանոցը, որտեղ այնտեղ ոչ լանոցը ուրիշ բան չկա, եւ սուսուփուս գալիս եք, ասում եք, որպես ես հայ, եթե դուք իրոք հայ եք, որի մասին դուք ասում եք ես հայ եմ ասում, եթե իրոք հայ եք, խնդիր չկա։ Հանուն հայ ազգի, այն որ կողքերդ ֆռում են ու եթերների են գալիս, դրանք ձեզ փչացնում են ձեր կրթությունը, ձեր փորձը։ Ասեք ախպեր ջան, ես հայ եմ, ես իրանց հետ չեմ, ես շարքային քաղաքացի, բերում եմ ես կամ փաստաթղթեր, որպեսզի հայ ազգի համար լավ գործ անենք։ Կարաք այդքան անեք։ Օրինակ ես կյանքում ոչ կուսակցություն եմ սիրել, ասել եմ, ել եմ ասում, ոչ կուսակցության մեջ sense կուսակցության համար ինձ են պատերին տալիս, բոլորը գիտեն։ Արտակ Սարգսյանը մեր մոտ ոչ թե ոժդա, այլ հավասար ընկեր, հələ մի բան էլ, այնա արտակին հարցրեք, ես ասել եմ, այնքան տարաձայնություն ունենք, բացի ազգի հարցում մնացած բոլոր հարցերը վիճում ենք իրար հետ։ Վիճելը ո՞րն է։ Խոսում ենք իրար հետ։ Տարաձայնություն է։ Ձեր նման չի որ մեկը ասի մածունը կարմիրա, բոլոր հա կարմիրա ու քվուր ուտեն, ծեծ ուտեն, ինչա դրա համար։ Դուք Սերժի, կոմունիստական, ես իմ Քոչարյանի մնացած կուսակցությունների պես կուսակցություններ եք ստեղծում։ Դրա համար նույն Սուրեն Պետրոսյան եւ մնացածը քֆուր եք ուտում իզուր տեղը, հետո գնում եք մեկ արտակի ոտները թե արտակ ջան գավիկը sense բան արեք, քրֆի։ Ասում եմ, կեղտոտ էլ չգիտես, գեմառոտին չես ցավացնում։ Մի ասա, մի ստացի պատասխան։ Այսպես, հաջորդ հարցը ինչի համար ուզում եմ անդրադառնամ, սա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող շատ անօրինական դեպքերի մասին է գործատերերից։ Ես հիմա հատուկ գործատիրոջ եւ ֆիրմայի անունը չեմ տալու, բայց նշելու եմ, կարող է տվյալ գործատերը նայ եւ տեսնի, որ ես անունը չեմ տալիս, զիջելով այսօրվա խոսակցությունը, քանի որ ես զանգեցի, մի անգամից ես զանգեց, վերցրեց, եւ ես ասեցի, ինչու այս մարդու աշխատավարձը չեք տվել, դեկտեմբերի 24-ին դուրս է եկել, մայիսն է գալիս, ինչու չեք տվել, տերը գործատուն ասեց, ֆիրմայի տերը, որ կտանք, որ տները ասել են կվաճառվի 15-ին կտանք, հարգարժան պարոն գործատու, առաջ ճանաչելով ձերդ խոսել եմ դուքով, հարգանքով, ես խնդրում եմ ձեզ, տեսեք խնդրում եմ, որպես ազգասերներ խմբի անդամ եւ Քոչարի վերածնունդ կուսակցության գերագույն մարմնի անդամ միջոցներ ձեռարեք քաղաքացու գումարը տալու ոչ միայն նրա համար որ Քոչարի կուսակցության անդամ է իմ համար կապ չունի կուսակցությունը ես էլ եմ ասել ցանկացած քաղաքացու որովհետեւ երբ որ մենք անցնենք սահմանը արդեն դուք չեք կարողանալ ու կանգնացնել ինձ Մարդիկ տարբեր զանգել են, զանգի ասել են իրենց փողերի համար, արտասահման գնալու աշխատանքի փողերը գցելու համար։ Դուք եթե չեք ուշադիր եղեք, կխնդրեմ էլի նայեք, ես ձեզ զանգել եմ, կարող եք վիդեոն փոխանցել տվյալ աշխատողին, կամ ինձ թվում է այսօր զանգել եմ, դուք տեսել եք Գերմանիայի համարով։ Մարդկանց աշխատավարձը տվեք, մարդիկ օդով չեն ապրելու, դեկտեմբերի 24-ին դուրս եկած մարդը Հունվար, փետրվար, մարտ, ապրիլը բրծավ մայիս, իսկ ձեզ թվում է ինչով է ապրել այդ մարդը։ Եվ գումարն էլ քիչ չի 5000 դրամ չասես, գիտես ինչ կա, Գայլիկ ջան, 5000 դրամը պարտ մնացել, ամոթա որ քեզ ազանգե, 665000 դրամ է։
Ես փաստաթղթային ինֆորմացիա ունեմ, ընեց մի արեք, որ ինֆորմացիաները անցնի։ Ես սա խորին հարգանքով եմ ասել, ձեր հետ եմ խոսը, ասել եմ ինձ թվում է, մենք էլի պիտի զանգենք, որտեվ ես զգացել եմ, որ ձայնի մեջ ինքը որ միանգամից ասեց կտամ, այդքան էլ հնարավոր չի։ Աստված տա ես սխալվեմ, ասեմ կներես, ես չեմ ամաչում, եւ թե ես սխալվում եմ, ճիշտ մարդը չի ամաչում կներես բառից։ Ես կյանքում չեմ ամաչում, ոչ է եթերում, ոչ է ասելուց։ Կտաս, կասեմ շնորհակալություն, բայց 5 ամիս մարդու փողը չտալը, սա հեչ լավ բան չի, պարտադիր չի մարդը ծանոթ ունենա կուսակցության անդամը լի որ զանգի։ Պարզ է։ Ես էլ ես հարցով, ընենց որ ես հայ եմ ու ցանկացած հայ մարդու համար եմ, ընենց չի որ մենակ ինչ որ մեկը պիտի զանգի, ասի, եթե որևէ մեկը հայ ազգին վիրավորում աշխարհի ցանկացած տեղ, այդ մարդուն պիտի կարողանանք մենք պաշտպանենք, անկախ նայած Հայաստանում է, Եվրոպայում է, Ամերիկայում է, Աֆրիկայում է, թե Անտարկտիդայում ու Ասիայում է։ Այսպես ասեմ, այնտեղ մեկը հանկարծ մի բան չմոռանաք Ավստրալիայում էր, չասեք, վայ բա Ավստրալիա։ Անցնենք հաջորդ հարցին, որի համար ես ինչպես միշտ զայրանում եմ ու խորին ցավակցություն եմ հայտնում, բայց այս տեղին չի ոնց որ ընտանիքին, որ հայ զինվոր է մահացել սահմանապահ, իր ատրճանակից ձևակերպում են, թե մահացել է մեկը ասում է պայթել է, մեկը բան, հələ ստոպեք, ինչ եք Նիկոլի ծրագիր անում, պայթել է, չի պայթե, էս է եղե, այն է եղե, իր ատրճանակից ոնց համա, իր կծված զենքից, սահմանին կանգնած է եղել սահմանապահ, դիվերսիան եկել է իր զենքով խփել է, Նիկոլ Փաշինյանը արդեն այնքան է հաբրգես փնթի ոչ լոտը, այնքան են սրան ճորթե թուրքերը տարբեր տեղերից ընտանիքով, որ ասում է ոչ մի բան չի եղել, սկի չէ անդառնում, սահմանապահն պետք է, այսինքն իր խոսալով լավ է, պետք է անընդհատ մեռնի։ Նիկոլ, ստոպ եղի, կարող այդ 20 հոգով փախնելը դիչացնենք 15 հոգու։ Անես չանես որ 15 լինի, դու մենլիկ է հրաչիկիդ ընտանիքն է ինչը։ 20 ենք ասել, հələ 20-ը պահում ենք, նայի չիչացնենք վերջի վարկյան 15-ի։ Այ քեզ բան, թե քեզ թվում է թե դու ձև ես տվել թե մինչև նոր ընտրություն կմնաս, դա քեզ որևէ բան է տալիս։ Աչքը փակիր, բացիր, հələ հիշի 7 տարի առաջ, 8 տարի առաջ ինչ էիր։ Զիբիլի վրի կատու 7 տարին անցավ, էլի նույն Զիբիլի վրի կատուն ես մնացել, ուղղակի փող ես կերել։ Ու արյուն ես խմել, հող ես ծախել, ավելի վատն ես, այն ժամանակ թե Նիկոլ Փաշինյան ասելուց, բացի նվնվոցից այդ մնացած բանին ասում էին, հա ազգի համար է խոսում, հիմա ընդհանրապես բոլորն են քոդեմ, քո կուսակցության մարդը զանգում ասում է, ես ձեր հետ եմ, արա այս ինչ ես խոսում, քո կուսակցությունից արդեն 25 հոգի զանգել են, սա ոչ խապկանք, հա ոչ բան, այ վաղը միսօր որ դու ռադեղար կտենաս քանի հոգի են գալու մեր դռները չոքելու 25 հոգի զանգի ասել են, որ մենք Նիկոլի դեմ ենք, ինչ պետք է ասենք, ասել ենք ստոպը, հələ ժամանակը չի, ինչ պիտի ասես, ասենք ասի Նիկոլը էս արը, ինչ, հողը հանձնելուց ես տեսել եմ ստորագրելը, հետո, հասկանում եք, մենք չենք ուզում արունով գնա ամեն ինչը, էս ամբողջին, մեկ էլ հաշկիս ընկավ, որ էս մեր զինվորը, որը զոհվել է, Փառք ու պատիվ այդ տղուն անմահ թող մնա իր ահորքին ոնց որ ցանկացած զոհը, սրա մասին չեն էլ ուզում խոսան։ Բա այն պուպսիկ, որ դրել եք պաշտպանության նախարարի խոսնակ են պուպսիկը, որ խոսքերս լսել է թրաշապահում, բայց էլի պուպսիկ է։ Բա պուպսիկ, ինչ ես սուտ ինֆորմացիա տալի։ Դու որ գնում տուն քնում ես, այ ջահել, այ պուպսիկ։ Այ ղզիկի տեսքով տղեկ որդից գտնում բերում եք, մեկը նգնեի պուպսիկնա, մյուսը պնեի պուպսիկնա, որդից եք ճարվում, դու ոնց ես գնում քնում, դու տղամարդ ես, թե չէ, դու շալվար հագնում ես զուտ նրա համար, որ պտի շալվար հագնել, դու յուբկով գնա, նախարարիտ է յուբկա հագցրա, այդ չմոդատված խալով, այդ խոզացած պապիկյանիք, զինվորի համար բան չեք ասում մի հատ, Ուր է այդքան հարուցված դատական գործերը, 6 հավատ գերին իջեցրել է 23 գերի, են է մենակ դուք ձերոնցով։ Դու էլ ես է պատասխան տալու, ոնց որ արծրունը, ոնց որ մյուս է։ Անենց չի, որ դու արծրունից պակասես։ Մի պուպսիկ արծրուններ, մի հատ են շուշան կարի պր հադրուցի, ոչ մեկ չեր տեսե, էդ էր դրա խոսը, բանը խոսնակը, հետո բերին արծրունին, հետո հանին քեզ։ Դու գիտես որ չեր խոսացու են սարքում։ Թրաշելու են, սարքեն այդ պուպսիկ ես, գցելու են խոսացու, քեզ էլ են հանձնելու բերտերի։ Իմիջալոց բերտից տղեկը մեռան գրելով, ես ինչի մեզ ուղարկի, դեպուտատ, ես ինչի մեզ ուղարկի, տղեկ ջան, կուղարկենք, շատ են դավաճանները, այս ես կապրեք, բերտից չեք ուզենալու հելնեք։ Այ քեզ բան,
Բա խոսացեք, ասեք, բա տղամարդ ես դու, Պապյանը հասկացանք, ծախվել է, քեզ էլ են պուպսիկը տենց արել, կարող է մի բան կա հետը կաբինետում եղել ես չէ, բա այն կիսա պորնո հակնված բանը, տեղակալ են աղջիկը, որ տգլոր հակնվե հելել էր, պաշտպանության փոխնախարարը, էդ ինչ գծով է փոխնախարար, հորիզոնական սեղանի վրին պարկելու դիրքով, բա ասեք, հելեք մի հատ ցավակցեք, էդ ինչ փոխնախարար ունենք մենք, տեսել եք նկարները, ոնց որ Մուլեն Ռուժից լինի, Կարմիր կակաշների փողոցում կանգնողը իրանից համեստ է հակած, Պաշտպանության նախարար են ընդունել, մտում ներքին գործերի նախարարը շատ մի եսիմ ինչ, գնում է թքեն ձեր երեսին այնքան գեներալ ու զինվորական գնդապետ մյուս, որ չես տեք տալիս դրան, երկու հոգի կանալից են հան այնտեղ մարդամերում ընդեղ սպանում են ընդեղ կրակում են, ուր է նախարարի խոսքը, հելերեք հելը մի բանը ձեզնից դավոլն է ասում եք, տեսեք մենք առաջընթաց ունենք, 54 հոգի մահացել են 2023-ին, բանակում 34 հոգի 24-ին, արագացրեցիք, Նիկոլ Լրպի տղա վիժվածք, նվեր տվեցիր ես զոհ ապրիլի 24-ին Ալիևիդ, չես մարսելու, այս խոսքը սիշեք, ոչ մեկը չեք մարսելու, վերև աստված կա, ոչ մեկը չեք մարսելու, հայի արյունը խլողը կյանքում չի մարսել, Հիմա կանցնեմ վերջին լուրերին ու կավարտեմ, որտեվ այսօր չի ուզում հելնեի, խոսքս գնում է Սերժի Միշիկի համար, Սերժի Միշիկը այսօր ցավակցել է Ռոմի պապին և դու այն ինչ արել ես հայ ազգի համար և այլն անմոռանալի է եղերն ընդունել, բա Սերժի Միշիկն ամակիդ վերջը գրած է քաղցրությամբ Միքայել Մինասյան, այ քաղցրիկ, շակալատի ծավոտել ես փաստորեն, փայ, քաղցրիկ լալոշ թլիկ խոսացող, բա ինչի՞ մի հատ չգնացիր Արցախի համար, այդքան քիփերի հետ քաղցրիկով էիր խոսում, բա ինչի՞ չգնացիր Արցախյան բոլոր եկեղեցիները հայտարարելով Ադրբեջանի եկեղեցիների համար մի ձեն հանեիր, այ քաղցրիկ, դե դու քաղցրիկ մտակ տակը Սերժի Հրամանով, որ Արցախը հանձնելու ամեն ինչը սուս մնա փող տվիկ, այ դավաճաններ Գետնից բարձր 1.40 ես, որ երեխեքը վազեն թռնեն վրեդ կանգնեն, գետնից բարձր չեն հավատի, այ թլիկ լալոշ, քաղցրիկս մեր համար բան է, սար այ քաղցրիկ, անունդ մնաց Միշիկ քաղցրիկ, էլ ինչ Սերժի Միշիկ, քաղցրիկին տեսել եմ, իտարել հանենք ուրիշ բան կլինի, կդառնա կազիկ, հաջորդ հարցը, որ ես ասում եմ պատասխան են տալու, ուրեմն պատասխանը տալիս է Թուրքիան, Ուրեմն ժողովուրդ ջան, ինչքան է ցույց տան երկրաշարժը, բան չեղե, ներքին տեղեկություն այնքան է գալիս, փլված հարյուրավոր շենքեր, իրենք ասում են ընդամենը 7000 հոգի ենք էվակուացրել, ժողովուրդ ջան, հիշեք, ես միշտ ասել եմ, թուրքական լուրերը 2-0 հետևը դրեք։ Այսինքն 700,000, ընդհանուր առմամբ ճարտարապետի խոսքը ցույց չեն տալիս Հայաստանում, քանի որ Նիկոլե Էրդողանի տակի ապրանքների ընտանիքով, ինչպես նաև Սերժը, Լևոնը և Քոչարյանը, երեկվայի միջալոցի ելույթին էլ բոլոր փաստաթղթերով ասեց, որ Քոչարյանը, Սերժը, Լևոնը Նիկոլի մասին չխոսանք, միշտ համարել են Արցախը Ադրբեջանի մաս, ու այդ ձևի փաստաթղթեր են ընդունել, պարոն Հասան Ջալալյանը ասեց, եւ այլ ասում են, բա ձեր պապայի համար չեք լացում, ուրեմն ճարտարապետը ասեց, միայն 4.5-ից 5 միլիոն մարդ դուրսն է մնալու, շենքերը բոլորը ավարիոնի են, բոլորը վթարային շենքեր են, այդքան մարդ դուրսն է մնալու ժողովուրդ, հիմա իրանք մոտավորապես 700,000 մարդ են էվակուացրել, քանդված շենքերի թիվը մի քանի 100 է, Ժողովուրդ ջան, նայած քանի հարգանի շենք է, տես մի ֆրազ նայեք ինձ, մի քանի 100 է, շենքա 20 հարգանի է, շենքա 5 հարգանի է, պարզ է, հիմա դրա համար, որ ասում է երկրաշարժ, եթե մի հատ էլ խփեց, մինիմումը 4.5-ից 5 միլիոն մարդ, մինիմում, հիշեցնեմ ձեզ, որ Կոնստանդինոպոլիսը թուրքերը գրում են 16-17 միլիոն գրելով է, բերեք ճիշտը հասենք, որ այդ 10-ից 12-ը կամ 10-ն է իրական, որտեղ թուրքերը սիրում են 1-2 ավել գրեն, թեկուզ 10 միլիոնից 5-ը 50%-ն է, իսկ ինչպես տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետը, շենքերի 65%-ը վթարային Հիշեցնեմ ձեզ, որ Պոլսի են հին թաղամասերը, բոլոր են, որ նկարել է Մարտիրոս Սարյանը, իրար նեղ փողոցներով, բոլորը կավի տներ են, փչես կքանդվի, չհաշված, որ իրանք այդքան քանդել են գրունտը, որ ջուրն են հանել եւ այլն, այս ամբողջը իրար հետ, բերելու է Պոլսի կործանմանը, պարզ է, սա դեր ծաղիկներն է, բա զմյուրնյան, որ հեսա անգավ,
փոթորիկի տակ, բա որ երկրաշարժի ճեղքը խփեց Կիլիկիայի հենց հայկական ծոցից, որ սարքել են Իսկենդերունի ծոց, Ալեքսանդրետի ծոցը, հայկական ծոցը, բա որ տեղից խփեց այդ ճաքը կա, մինչև այդեն ճեղքեց Անգորայով եւ դուրս եկավ Թուրքիան բաժանեց երկու մասի, չհաշված ինչքան մարդ կմահանա այդ զոնան ամենաշատ ապրողն է, ինչ տնտեսությունը կընկնի, առանց այն տնտեսությունը խայտարակ վիճակում է, Թուրքերը երկրից երիտասարդությունը փախնում է, փողատերերը փողով, էլ չասեմ, որ ամենաուժեղ ֆալշ փողերը, տպված փողերը լցվել է Թուրքիա, ամենամեծ տպողը Դուբայն է, ամենավորակով տպողը, իսկ չասեմ, որ Սիրիայում գործում էր մի հատ խմբավորում, որի կեսը Գերմանիայում է, բռնին թե չէ չգիտեմ, բայց մի պահ բռնում էին դրանց, որոնք հոյակապ տպում են թուրքական լիրա եւ դոլար ու իրացնում են թուրքական դոլարները, գիտեք ոնց, այն որ արաբներին ջարդեցիք, սրած գերանը համապատասխան մտավ Էրդողանի եւ ամբողջ թուրքերի հետևը, Ալիև էլ, հենց այդ արաբները, այդ տպած դոլարներն ու եվրոները տպած մտցրել են Թուրքիա, հիշեցնեմ, որ Թուրքիայում ապրում է 6 միլիոն արաբ, այնպես որ Թուրքիային դեռ նոր է սպասում, ասել են Թուրքիան պիտի հայտարարի, որ հայ ազգը իր բարեկամն է, որ հայը թողնի իրեն որևէ տարածք ապրելու, Ադրբեջանի մասին չեմ խոսում, նա կործանվելու է մինչև վերջ, չհաշված Բաքվում տեղի ունեցող այդքան դեպքեր, այդքան ամեն ինչը, չհաշված Եվրոպայի արևմուտքի ճնշում, ասում է, եվրոպացիք եկել են մեզ ասել են նույն հայերի պես, բարձր են գնահատել, ինչն են բարձր գնահատել, 5 րոպե հետո մյուս թերթը գրում է, որ Եվրոպա մտել է, եվրոպական ու ասել է, հայ գերիներին պիտի վերադարձնես, Արցախում պիտի ապահովես խաղաղ վերադարձ, հատուկ նշանակության երևի եվրոպական զորքերի հիմքի վրա, տեսեք, չէ ինչ եղավ, նա ես հատուկ եվրոպական զորքերի պա, ես ասեմ, հետո տեսեք, մի քանի օր հետո կսկսեն բոլորը պլեչ անել, Հայաստանում դիտորդները կան, կրակոց կա, այո, կրակել են Խոսնավարի վրա, դիտորդները ֆիքսել են, ամեն ինչ ասել են, Նիկոլ Փաշինյանը ձեն չի անում, ասում են վախեցած նստել է, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը ստորագրի, Ալիևը չի ստորագրելու, որովհետև այդ պայմանագրով ինքը իրան կործանում է, խաղաղության պայմանագրից հետո ժողովուրդը հարց ա տալու, ասել եմ, հետո ինչ ես անելու, վերջ ոչ մի բան ինքը էլ չունի անելու, Թալան, Սով Ադրբեջանում, խայտարակություն, 90-ականների իրավիճակ, իրար են փրթում, կոկորտ կտրում, նարկոմանության թվով առաջի տեղն է, ինքնասպանությունների թվով Ադրբեջանը առաջի տեղն է, ամբողջ տարածաշրջանում, հատկապես երիտասարդների մոտ, բարձա, Ռակով առաջինն է, Սպիդով առաջինն է, Սիֆիլիսով առաջինն է, Թոքաբորբով առաջինն է, Սրտի արատով առաջինն է եւ մի շարք հիվանդություններով Հիմա ասում են ախպեր, բա այդքան գրավ իր ասի լավ կլինի, բա այդ ինչ պետք է լինի։ Պարզ է, չկա։ Հարցը ինչի է, չի ստորագրելու ժողովուրդ Ալիևը։ Ալիևի ստորագրելուց հետո սա իր կործանումն է։ Ինքը պատի է, ինքը ազգ չի, քոչորական խմբի գաղափար չունի պայելու։ Հետոն ինչ է։ Մարդը 35 տարի սպասել են, եւս 5 տարի էլ սպասեցին իբր Արցախ էսա ամեն ինչ լավ, ուր է այդ հետոն։ Չկա հետոն։ Փողը չկա, ամեն ինչը ծախածախ խումարով երկիրը խումարով կրվել է արաբներին, կեսը ջհուդներին է, կեսը նրան է, կեսը Ամերիկայի, նա կրվել Անգլիան խաղից դուրս է եկել եւ այլն։ Պարզ է։ Էս էլ հարցի մյուս կողմ, իսկ որ արդեն հայկական հարցին խառնվել է Անգլիան պարլամենտով։ Սա մի քիչ հետո կսրուցենք։ Հիմա տեսեք, այս խաղի մեջ որ չստորագրեմ Նիկոլը թքում է, Ալիևն էլ է թքում, որտեղ երկու եղբայր նույն աշխարհն են գնացել։ Ալիևի պետության կործանումը համապատասխան է այն իրականությանը, որ ինքը բերելու է դրան, որովհետև կյանքում չարաշահելով եւ դեմ գնալով աշխարհի մեծ տերերի պետություն չեն ստեղծում, թքելով բոլորի վրա։ Սա էլ էսպես հարգելի է։ Այնպես որ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը խիստ կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչի, որտեղ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բնականաբար իր տերերի հրամանով մղում է միտեղ, որտեղ պետք է լինի միայն Թուրքի եւ ադրբեջանցու հետ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն։ Իսկ Նիկոլը հասկանում է սա, որ ինքն է պետք է գնա։ Ուղղակի ձգձգում է իր օրերը։ Ամեն ինչը հերթով կստանա իր պատասխանը։ Մենք գիտենք որտեղից ինչ առնելու, ոնց է Ադրբեջանը կործանվելու, որտեղից է սկսելու, մենք ենք սկսելու, թե փոքր ազգերն են սկսելու, սա մենք գաղտնիքները չենք բացի։ Բայց որ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությունից հետո մենք դնելու ենք առաջի հարցը Նախիջևանի
եւ Արցախի ազատագրումը սա միանշանակ է։ Ու ասել ենք ձեզ ոնց առանց հայ զոհերի պրոքսի բանակների միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանին ու Պակիստանին, հիմա նրանք պատրաստվում են պատերազմի։ Պատերազմի ոչ մի հիշեցնեմ ձեզ, որ ոչ մի պատերազմը Պակիստանը չի հաղթել։ Ինչքան պատերազմ ա եղել պարտվել է, իսկ այս անգամ ավելի հզոր կլինի ու ամեն ինչ կգա նաև իր տեղը, որ այս կողմից էլ Ադրբեջանը լացակումած 200 ինքնաթիռ էր խնդրում մի երկրից, որը 11 տարվա մեջ արտադրել է 27 հատ ինքնաթիռ։ Ամեն ինչ հերթով, Աստված մեծ է ու Աստված հայի հետ է։ Իսկ հայը այն մարդը, ով Աստծո մասնիկը ունի, ու ինքը նյութական չի, ինքը չի գնում Սերժի կոշիկները լպստում, ասում ինձ փող տվեք ձեր կողմից խոսեմ, հետո Նիկոլի, ինքը չի գնում Անժելայի հայելի ակումբում դնում են իր ընկերոջնա, շեֆնա, իրանց պապային մամմայի ու բան են քրվում, դրեք նայեք, ինքը գա ուրիշին ա ուզում փոխանցի։ Էլի եմ կրկնում, լակոտ լուկուտներս, փնթի զիբիլներ, անունները չեմ էլ ուզում տամ, որ չգովազվեք, դուք հաճույք եք ստանում հայոյանքից, ես հայոյեցի, էլ չեմ կրկնելու։ Ես ձեր կալիբրի չեմ, իմ հետ խաղացող Սերժ, Քոչարյան, Պուտին, ես այդ մարդկանց եմ մերկացնում, դուք ինչ եք որ գաք իմ ոտների տակ, ֆուֆլո եք, ֆուֆլո է մնացի։ Եվ հաղորդումը կավարտեմ հարգելինես կրկին անգամ հիշեցնելով, որ երեքշաբթի մեր հյուրը կլինի Վարդան Կապրելյանը, միասին սոցցանցի ստեղծող, սա շատ կարևոր ցանց է, որը մի շարք գործառույթներ ունի մեր տելեգրամյան ալիքում։ Հետագայում կգցենք YouTube, կտեսնենք բավական կարևոր հաղորդում։ Ստեսություն ձեզ եւ բերեք միասին կրկնենք ինչպես միշտ, Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որոնք ազգի նվիրյալ մարդկանց, ազգի համար պայքարող մարդկանց անընդհատ ուզում են շեղեն իրենց ոչին վիճակով, շեղեն, որ ուղիղ գծից գնան, այս սրանց բոլորին ազգի թշնամիներին, ազգի բոլոր ղեկավարներին նրանց ծառաներով Աստված արժանին պատժելու է, առաջինը սրանց, իսկ արտաքին թշնամին մենք տեսնում ենք, արտաքին թշնամին այդքան վտանգավոր չի, ինչքան ներքին է, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում և Պորսում։ Ամեն